ինչպես իմ գործընկերը արդեն նշեց, սա երևույթ է, որը շարունակաբար տևական տարիներ դիտվել է մասնավորապես Երևան քաղաքում եւ Արարատյան հարթավայրում, պայմանավորված աշխարհագրական դիրքով եւ մթնոլորտային երևույթներով։ Երբ խոսում ենք օդի որակի մոնիթորինգի մասին, պետք է նշել, եւ սա բազմաթիվ անգամներ նշել ենք, որ Երևանի քաղաքապետարանը տեղադրելով այս պայդրությամբ մոտ 170 տվիչներ շինհրապարակներում, իրականում ոչ թե իրականացնում է ֆոնային աղտոտվածության չափում, որը մեր գործառույթը չէ, այլ դրա նպատակը շինհրապարակների վերահսկողությունն էր կենթանի ժամանակահատվածում եւ անուղղակիորեն նաեւ կարողացել ենք հետեւել օդի որակի ցուցանիշներին ընդհանուր առմամբ վերլուծություններ են կատարել։ Ամռան ամիսներին դիտարկում ենք լավ ուրեմն ցուցանիշներ, ձմռան եւ ուշ աշնան ամիսներին հատկապես սրվում է իրավիճակը, ինչպես հիդրոօթերոթաբանության կենտրոնի գործընկերը նշեց, պայմանավորված մի շարք գործառույթներով։ Եվ պատմականորեն դեռ խորհրդային Հայաստանում հետևանքները դրա եղել են, որ արդյունաբերություն է եղել, դրան հաջորդել է էներգետիկ ճգնաժամը, երբ որ հատվել են բազմաթիվ ծառեր եւ ջեռուցման համար է օգտագործվել եւ փայտանյութը եւ այլ նյութերով են ջեռուցել բնակավայրերը եւ հետո բնականon արդեն Երևանը աճել է, զարգացել է եւ ուրեմն ունենք շինարարություններ, աճող ընդլայնվող քաղաք, այսինքն հետևանքը, արդյունքը նույնն է, այս սմոգը, այս փոշու շերտը, որը կարող են տեսնել մեր քաղաքացիները, այն առկա է տևական ժամանակ, ձմռան ամիսներին եւ այսինքն պատճառահետևանքային կապերն են ուղղակի տարբեր եղել։ Նկատել են պատճառները հիմնականում շինարարությունն է, մեքենաներից արտանետումները, որտեղ տարեկան մեծ թվով մեքենաներով ավելանում է քաղաքում։ Բազմաթիվ են, բոլոր գործոնները այդտեղ տեղ ունեն։ Դրանք կլինեն թե մեքենաների աճող թիվը, թե հանքերի տեղակայումը, որը օրինակ քաղաքապետարանը վերջի տարիներին խիստ սահմանափակել է եւ նոր հանքարդյունաբերության թույլտվություններ շմագի շրջանակում, որ իրականացնում է քաղաքապետարանը, մենք չենք թույլատրել, լինի շինարարություն, այսինքն բոլոր գործոնները այստեղ տեղ ունեն։ Աշխարհը զարգանում է, տեխնոլոգիաները նույնպես զարգանում են, մարդկանց կրթվածության աստիճանը նույնպես աճում է եւ նույնիսկ օրինակ, եթե վերցնենք մեր առցանց հասանելիությամբ տեղադրված օդի որակի չափիչ սարքերը, որոնք տեղադրման առաջին իսկ օրվանից բաց են եղել հանրության համար, այդտեղից ստացվող տվյալները ընդհանրապես սեփական առողջության վերաբերյալ գիտելիքների աճը, ավելացումը եւ նման այլ գործոններ մարդկանց մեջ անհանգստություն, որը տեղեկատվության ավելացման, շատ ժամանակ սխալ տեղեկատվության ավելացման ֆոնին է գեներացվել։ Սա մոտավորապես եթե զուգահեռներ տանեմ, ժամանակին կլիմայի փոփոխություն ասվածը այնքան անհասկանալի եւ հեռավոր էր, որ մարդիկ չէին ընկալում, հիմա կամաց-կամաց սկսել են գիտակցել։ Նույնը օդի աղտոտվածության խնդիրն է, մատչելի են դառնում տեղեկատվությունը, ոչ միշտ այդ տեղեկատվությունը ճշգրտված եւ մարդկանց մեջ շատ ժամանակ կարող է պանիկա առաջանալ, ոչ միշտ են կարողանում կոմունիկացնել նաև պատկան մարմինները, թե որ դեպքում ինչ անել եւ միգուցե նաև ընկալումը հանրության կողմից ոչ միշտ է ճիշտ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։